Բարև։ Մեծացել ես։ 5 ամսական Եվան բժշկի գրկում է, որը բարեհաջող հեռացրել էր փոքրիկի բնածին ուռուցքը, պոչուկասրբանային տերատոման։ Հեռացվել է մեծամասամբ լապարասկոպիկ եղանակով, նորածին երեխայի մոտ։ Սկսվում էր աճը պոչուկից, այսինքն կոնքի հատակից բարձրանում էր դեպի վեր։ Խնդիրը ախտորոշվել էր դեռևս ներարգանդային շրջանում։ Վիրահատությունը կատարվել էր 1 ամսականում։ Բժիշկները գործ ունեին արտառոց դեպքի հետ։ Այս տերատոմաների մեծ մասը լինում են արտաքին տեղակայման, այսինքն պոչուկից աճում են դեպի դուրս։ Սա ուրեմն 4-րդ տեսակն էր կլասիֆիկացիայով, որը ամենահազվագյուտ հանդիպող տեսակն է եւ ամբողջությամբ տեղակայված է օրգանիզմի մեջ, այսինքն փոքր կոնքում տեղակայված է եւ աճը դեպի որովայնի խոռոչեր։ Երեխայի որովայնը ինքնին փոքր է եւ գոյացությունը զբաղեցնում էր զգալի մասը։ Գոյացության համարյա 80%-ը մոբիլիզացրել ենք շրջակա հյուսվածքներից, որոնք էին միզապարկը, ուղիղ շրջակա բոլոր ուրեմն կարևոր անոթային եւ միզասեռական ստրուկտուրաները լապարասկոպիկ եղանակով եւ համարյա ամբողջական իրեն շարժուն մոբիլ եւ սնուցազրկելուց հետո երեխային շրջել ենք որովայնի վրա եւ արդեն պոչուկի կողմից պոչուկի հետ միասին գոյացությունը ամբողջական 1 բլոկով հեռացրել ենք, քանի որ պոչուկի հեռացումը ստեղ կարևոր նշանակություն ունի հետագայում գոյացության չկրկնվելու իմաստով։ Բժիշկը կարևորում է խնդրի վաղ հայտնաբերումը եւ մասնագիտական թիմի համակարգված աշխատանքը։ Վերջին ժամանակներում ներարգանդային ախտորոշումը Հայաստանում բավականին լավ մակարդակի վրա է եւ դրա շնորհիվ մենք ունենում ենք նաեւ վաղ ախտորոշում, մանկաբարձ գինեկոլոգները սերտ համագործակցում են նեղ մասնագետների հետ, որի արդյունքում կատարվում են կոնսուլտացիաներ, ծնողներին բացատրվում է բոլոր հիվանդության մանրամասները, նրանց սպասվող եթե կա վիրահատության անհրաժեշտություն ընթացքը, բարդությունները եւ շատ դեպքերում, եթե առաջ կայացվում էր որոշում հղիությունը ընդհատելու, այժմ նեղ մասնագետի հետ մանրամասն զրույցից եւ խորհրդատվությունից հետո այդ հղիությունները մեզ հաջողվում է պահպանել եւ երեխաները, որոնք իրենց բուժումը ստանում են այսօր Հայաստանում, շատ դեպքերում ոչ մի բանով չեն տարբերվում իրենց հասակակիցներից։ Բարդ տեղակայում ունեցող բարորակ ուռուցքը հեռացվել էր նվազ միջամտությամբ, առանց կենսական օրգանները վնասելու։ Արդյունքում փոքրիկ Եվան այսօր չունի հետվիրահատական որևէ բարդություն, այդ թվում անմիզապահություն կամ փորկապություն։ Նարեկ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։